Բարև, ձարավ գենթանի ճուրին։ Երուսաղեմի մեջ Հիսուսի ծառայությունը շատ հագաստություններ առաջացուց և ճիշտ ժամանակեն առաջ դակնապ չստեղծված Հիսուս Գալիլեա գնաց։ Հյուսիս երթալու ճանապարհին անգրնար երկու տարբեր ճամփաներեն մեկը ընտրեն։ Զովապեն վեր Խորհրդանան գետին երկայնքով ճամփան, այն ընդհանրացած ճամփան, որ հրեաները կբռնեին Սամարիայեն խուսափելու համար, կամ ուղղակիորեն Սամարիային ընդմեջեն, որը Հիսուս ընտրեց։ Ան աստվածային տեսակցություն ուներ սամարացի կնոջ հետ չորհորին քով։ Երբ կինը չորհոր հասավ, ջուր քաշելու անսովոր ժամանակին, Հիսուս այնտեղ նստած էր, ուր կսպասեր միայն զինք։ Ան զարմացավ, երբ Հիսուս իր մեջ ջուր խնդրեց։ Այդ ժամանակ ցեղային խտրականությունը, ռասիզմը գավելնար հրեաներն ու սամարացիները իրար թեմ լարելով։ Մշակութային առումով Հիսուսի անհարմար էր այդ կնոջ հետ խոսիլը և կինը գիտեր ադիգա, բայց Հիսուս վարպետորեն և կարեկցությամբ վարվեցավ անոր հետ։ Հովհաննես 4:10 գսե. Հիսուս պատասխան տվավ ու ըսավ անոր. Եթե դու գիտնայիր Աստծո բարգևը և թե ով է ան, որ քեզի գսե ինձի ջուր դուր խմելու, դու անգե պիտի ուզեիր և ինք քեզի կենդանի ջուր պիտի տար։ Անոր վերաբերմունքը անմիջապես փոխվեցավ։ Դեր, ուրգե պիտի ունենաս այս կենդանի ջուրը։ Հովհաննու 4:13-15 այսպես գսե. Պատասխան տվավ Հիսուս ու ըսավ անոր. Ամեն ով որ այս ջուրեն խմե, նորեն պիտի ծարավի, բայց ով որ խմե այն ջուրեն, որ ես անոր պիտի դամ, հավիտյան պիտի չծարավի։ Այն ջուրը, որ ես անոր պիտի դամ, պիտի ըլլա անոր ներսիտին ջուրի աղբյուրը, որ հավիտենական կյանքի համար կփխի։ Կինը ըսավ անոր. Դեր, դուր ինձ այն ջուրը, որպեսզի չծարավիմ և հոս չգամ ջուր հանելու։ Ան կարծեց, թե Հիսուս ֆիզիկական ջուրի մասին կխոսեր, բայց Հիսուս անմիջապես փափագ ստեղծեց կնոջ մեջ հոգևոր ջուրին հանդեպ։ Ապա Հիսուս դրավ պայմանը. Խոստովանիր, որ դու մեղավոր մնես։ Իսկապես ազատ լալու համար մենք պետք է մեղքին հետ վարվենք մեր կյանքերուն մեջ։ Իրականության մեջ գինը ապշած էր ագնացանքով։ Այսպիսով հիմա ան կրոնական նյութ կփանա։ Գիտես ինչ որ հաջող կպատահի, երբ մարդիկ չեն ուզեր իրենց մեղքերու մասին խոսիլ։ Հիսուս գուզե անոր դալ կյանքի ջուրը։ Ուստի անգնոջ ետ կդարձնե այն նյութին, թե ինչպես Աստված ճանչնալ։ Սամարացի կինը խորապես հետաքրքրված էր և անոր սրտի մեջ խոհուն փախցանք մգար։ Որքան վեհ և հիանալի է, որ այդ կինը հիմա երես առ երես տեսնվեցավ աշխարհի փրկիչին և Մեսիային հետ։ Սիրելի բարեկամ, արդյոք դու երես առ երես հանդիպած ես Տեր Հիսուս Քրիստոսին, որպես քու փրկիչդ, այս կնոջ պես։ Անհավատքով դիմեց Տեր Հիսուսին, ցկեց իր ջուրի սափորը և ետ դարձավ իր քաղաքը, բոլորին իմացնելու համար, թե ինք զով կդավ։ Անիկա էր անոր հավատքին քնությունը։ Ան վկայեց ուրիշներուն իր վկայության միջոցով։ Սամարիո մեջ այս կինը մեծ ժողովուրդ բերավ Հիսուսին։ Շատ մարդիկ Հիսուսը ճանչցած են ուրիշիմը աստեցության միջոցով։ Իրականության մեջ անիկա կյանքի աստեցությունն է ուրիշ կյանքի վրա։ Մեկ անձիմը աստեցությունը ուրիշ անձիմը վրա։
Բայց մեր հավատքը պետք է հաստատվի ավելի զորավոր հիմքի վրա, քան ուրիշ անձիմը ասեցության։ Թող որ այդ մեկ անձին ասեցությունը քեզ Քրիստոսի դանի եւ յետքը թուն ունեցիր քու անձնական պատմությունդ Հիսուսի հետ։ Ամեն։ Հաջորդը որ բժշկությունն էր, որ շրջադարձային բաղ մի եղավ Հիսուսի զարայության մեջ։